Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Փաշինյանը անցնում է գործնական քայլերի համակարգող խումբ է ստեղծում իր ձևակերպմամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարան ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Խմբի անդամ դառնալու մի քանի պահանջ կա։ Իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը, Հիսուս Քրիստոսին։ Գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը։ Վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պահքը։ Ամեն օր աղոթում են։ Հավատում են, որ Մայրաթորի նորոգման օրակարգը բխում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների Սուրբ ավանդին։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը Փաշինյանը կվերցնի իր վրա ու հասկանում է, որ խմբի անդամության վերը նշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց կարծում է շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։ Թե սա կոնկրետ ինչ մեխանիզմ է, նախարար Անդրեասյանը կարծում է շատ պարզ է, հավատացյալ մարդու համար։ Իսկ Փաշինյանի այսօրինակ կոչերը քաղաքացիական բախման չեն հանգեցնի արդյոք։ Նախարարը հարցին որպես սոցիոլոգ է պատասխանում։ Ես կարծում եմ, ովքեր որ նման կոչեր են անում, մեր հանրությանը շատ վատ են ճանաչում։ Ես սոցիոլոգ եմ եւ դա նաեւ իմ մասնագիտությունն է եւ ես վստահ եմ, որ մեր հասարակությունը ունի համերաշխության շատ ամուր առանցք եւ ես վստահ եմ, որ մեր հասարակությունը անցնելով ամենատարբեր փորձություններին ունի բավարար խելք եւ իմաստություն տարբեր մարտահրավերներից եւ դժվարություններից դուրս գալու եւ նման թերահավատություն եւ անվստահություն չունեմ իմ ժողովրդի նկատմամբ։ Այս օրերին Փաշինյանի եկեղեցու եւ վեհապարի հասցեին հնչող մեղադրանքները ըստ ընդդիմադիր падգամավորի մեկ բանի մասին են խոսում։ Ձևակերպում է, թե Փաշինյանը ձեռքը գցում է փրփուրներից, որովհետեւ գիտի ժողովրդի կարծիքը իր վարչապետության մասին։ Շարունակում է, ձեռնարկը սահմանադրական կարգի խախտումն է։ Մենք հստակ ունենք առաքելական եկեղեցու կարգավիճակը սահմանադրորեն ֆիքսված եւ որևէ մեկին դա սահմանադրական որևէ մարմնի լիազորություն չի տրված։ Ուրեմն գնացեք եկեղեցի եւ այդ արարողակարգերը ուսումնասիրեք եւ տեսնեք, որ այնտեղ ոչ մի տողատակերով անգամ Նիկոլը որպես քաղաքացի չի կարող հայտնվել։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը գրել է նաեւ, որ այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու, իրենց մեղադրելու են ամենատարբեր մեղքերում, առաջարկում է այդ ամենին նայել հոգու աչքերով։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների զրույցում անդրադարձել է վարչապետ Փաշինյանի եկեղեցու եւ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հնչեցրած քննադատություններին։ Դրանք բնութագրելով որպես հայտարարություն եւ նշել, որ այդ թեմայով անգամ խոսակցությունը անընդունելի է։ Նա ընդգծել է, որ այս հարցում իրենք առաջնորդվելու են վեհապարի հորդորներով եւ դիրքորոշմամբ։ Սարգսյանը Փաշինյանի այս արշավը կապել է Շվեյցարիայում վեհապարի ունեցած ելույթի հետ։ Мы не хотим, чтобы у нас создавался повод, гигантский Карабах. Վլադիմիր Պուտինի օգնականը մասնագիտության պատմաբան Վլադիմիր Մեդինսկին հարցազրույցում խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին եւ զուգահեռներ անցկացնելով ձևակերպել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կար վիճելի տարածք Ղարաբաղը։ Հարցազրույցին անմիջապես հաջորդել են Բաքվի ջղաձգումները։ Ու թերևս արտգործնախարարությունը հերթական հարմար առիթն է գտել կոշտ արտահայտվելու նախ Պաշտոնյայի, հետո արդեն պաշտոնական Մոսկվայի հասցեին։ Կարծիք են հայտնել, թե Ղարաբաղը իբր բնիկ ադրբեջանական հող է ու այն Ռուսաստանը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։ Նման համեմատությունը տեղին չէ, քանի որ Ադրբեջանը երբեք չի խախտել որևէ երկրի տարածքային ամբողջականությունը եւ չի վարել ագրեսիվ պատերազմ որևէ երկրի դեմ։ 2020 եւ 2023 թվականներին Ադրբեջանը հայրենական պատերազմ եւ հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել իր ինքնիշխան եւ միջազգայինորեն ճանաչված տարածքներում։ Ուսում պատմաբանան եւ այն ինչ որ ինքը ասել է պատմական տեսանկյունից հիմնականում ճիշտ ասել։ Իհարկե կա մի թերի մաս, որ ինքը ասում է, որ Արցախը վիճելի տարածք է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, նա վիճելի տարածք չէ։ Հայաստանը երբեք չի ասում, որ Արցախը պետք է լինի Հայաստանի մաս կամ Հայաստանի մասը, որ դա վիճելի տարածք է։ Հայաստանը ասում էր, որ եւ Արցախը ասում էր, որ Արցախը ինքնորոշվել է, օգտվելով Խորհրդային Միության օրենքներից, ասում է, մենք չենք ուզում, որ ստեղծվի այդպիսի իրավիճակ, որ ոչ մեկ չի ճանաչի այդ տարածքները որպես Ռուսաստանի մաս եւ հետո Ուկրաինան օգտվի ճակերտավոր իր իրավունքից, ոնց որ Ադրբեջանը դա արեց, եւ նոր պատերազմ սկսի։
Ադրբեջանի արտգործնախարարության զգայուն հայտարարությունից հետո Մոսկվայից Զախարովան կոչ է արել կոնտեքստից չհանել Ղարաբաղի մասին Մեդինսկու խոսքերը եւ դրանց չտալ բոլորովին այլ իմաստ։ Զախարովան նշել է, որ Ղարաբաղի մասին իր մեկնաբանության մեջ Մեդինսկին խոսել է իրավիճակի պատմական ասպեկտի ու սոցիալ-մշակութային առանձնահատկությունների մասին։ Իհարկե Մեդինսկու ասացի բովանդակությունը երկար կարելի է քննարկել, բայց այստեղ առանձնահատուկ ուշադրություն է պահանջում ադրբեջանական կողմի արձագանքման սրությունն ու խոսքի ենթատեքստը։ Շատ չի անցել Բաքու-Մոսկվա հարաբերությունների հայտնի սկանդալներից։ Դարձյալ Ալիևի հրամանով նորն է ծավալվում։ Իրենց խոսքի մեջ փորձում են նաև նվաստացնել նույն օրինակ Պուտինի օգնական Մեդինսկուն, այսինքն դրել պատմաբան լինելով այդքանը ոչ չգիտես Ադրբեջանի ագնին ասում է՝ ի տարբերություն ուրիշներին Ադրբեջանը չի պատերազմել ուրիշների տարածքում, չի խախտել ուրիշների տարածքային ամբողջականությունը եւ այսպեսով մենք չենք հասկանում ինչա Մեդինսկին նման բան ասել։ Այսինքն եթե մենք հիշենք, որ Ադրբեջանը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, նաև Կրիմը Ուկրաինայի մաս, մենք տեսնում ենք, որ մեկը մեկին պրոյեկտում են։ Ուրեմն ինչու է նորից Մոսկվայի դեմ կտրուկ քայլերի դիմում Ալիևը։ Քաղաքագետը նախ հիշեցնում է, վերջին շրջանում Հայաստան հաճախ են գալիս ու գնում ռուս պաշտոնյաները։ Նրանցից արտգործնախարար Լավրովի այցի ժամանակ հայտնի դարձավ, որ չմատակարարված ռուսական զենքի գումարները այլ ուղղությամբ կտրամադրվեն։ Փորձագետը ասում է, Ալիևի ակնկալիքները չեն արդարանում նաև հատկապես այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցով։ Այստեղ սպասում են Մոսկվայի աջակցությանն ու հովանավորությանը։ Ադրբեջանը եւ Թուրքիան հունիսի 12-ից 19 անխորտակելի եղբայրություն հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում, հայտնել է ադրբեջանական լրատվամիջոցը։ Երկու երկրների սահմանին գտնվող կամրջի վրա տեղի է ունեցել դրոշների փոխանակում, ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Լոս Անջելեսում ցույցերը շարունակվում են, ցուցարարները սկսել են թալանել խանութները, կիրառել արցունքաբեր գազ, բողոքի ակցիաները շարունակվում են տարբեր հատվածներում։ Հիշեցնենք, քաղաք է բերվում 700 ծովային հետևակային, իսկ ազգային գվարդիայից ներգրավել է եւս 2000 սպա։ Ամերիկայի եւ Իրանի միջև Թեհրանի միջուկային զարգացումների վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հունիսի 13-ին Օսլոյում կամ հունիսի 15-ին Մասկատում։ Այս մասին հայտնել է Axios պորտալի թղթակից Բարակ Ռավիդը։ ԱՄՆ պաշտոնյան ասաց, որ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների 6-րդ փուլը տեղի կունենա կամ ուրբաթ Օսլոյում կամ կիրակի Մասկատում, նշել է Ռավիդը առանց որևէ լրացուցիչ տեղեկություն տրամադրելու։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Գրետա Թունբերգը եւ Մեդլին նավի վրա գտնվող այլ ակտիվիստներ, որոնք ձերբակալվել էին Գազայի օգնություն տեղափոխելու փորձի ժամանակ, տեղափոխվել են Բեն Գուրիոն օդանավակայան Իսրայելից արտաքսվելու նպատակով։ Նրանք, ովքեր հրաժարվեն ստորագրել արտաքսման փաստաթղթերը, կկանգնեն դատարանի առաջ Իսրայելի օրենսդրության համաձայն։ Ավստրիայի Գրաց քաղաքի Բորգ դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ։ Բնակչությանը խնդրել են խուսափել ոստիկանության գործողության գոտուց։ Կրակողը նույն դպրոցի աշակերտ է եղել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Էվիտա կրիպտոընկերության հիմնադիր Յուրի Գուգնինը ավելի քան $500 միլիոն փողերի լվացման, պատժամիջոցներից եւ արտահանման վերահսկողությունից խուսափելու մեղադրանքով։ Դատախազները պնդում են, որ նա գործել է կրիպտո ստարտափի քողի տակ եւ կապեր է ունեցել Ռուսաստանի եւ Իրանի պաշտոնյաների, այդ թվում ռուսական հետախուզության անդամների հետ։ Կորոնավիրուսի նոր Նիմբուս շտամը, որը ծագել է օմիկրոնից, կարող է առաջացնել վարակման դեպքերի աճ արդեն այս ամռանը, առաջիկա շաբաթների ընթացքում։ Նիմբուսը արդեն տարածվել է Չինաստանում եւ Սինգապուրում, քովիդով վարակվածների մակարդակը 97%-ով ավելի բարձր է, քան մարտին։ Դեպքերի աճին կարող են նպաստել տաք եւ խոնավ եղանակը, ինչպես նաեւ մարդկանց սերտ շփումները։ 103-ամյա բրիտանուհի Մարգարետ Բութը ծննդյան օրվա կապակցությամբ ծերանոց է հրավիրել կիսամերկ մատուցողի։ Պրեստոն քաղաքի Շերվուդ Քորթ ծերանոցի անձնակազմի խոսքով դա կնոջ վաղեմի ցանկությունն էր։ Аарոն անունով մատուցողը հոբելարին եւ նրա ընկերուհիներին հյուրասիրել է գինի, ելակ եւ տորտ, ծաղիկներ է նվիրել եւ համբուրել նրանց այտերը։ Անշարժ գույքի շուկայում արձանագրվում է գների աճի տեմպերի դանդաղում, եկամտահարկի եւ վերադարձի դադարեցման եւ պահանջարկի հագեցվածության պայմաններում հնարավոր է շուկայի ակտիվության հետագա նվազում։ 2024-ի ֆինանսական կայունության հաշվետվության ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա ընդգծել է, որ շինթույլտվությունների եւ բնակարանային շինարարության բարձր աճը զուգորդված պահանջարկի հնարավոր նվազման հետ կարող է բերել շուկայում առաջարկի ավելցուկի ձևավորման
կորության ռիսկ էր։ Բացի այդ, շինարարությանը տրամադրվող վարկերի ծավալների մեծացումն աճեցնում է պարտքային բեռը եւ վարկային ռիսկերը։ Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել։ Երկարատև ժամանակ է իմ աշխատանքային ճանապարհը որպես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար դադարեցնելու միտք կար, եւ այսօր եկել է այն պահը, որ տեղեկացնեմ ձեզ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին, գրել է Ռազմիկ Մկրտչյանը։ Մկրտչյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից։ Նախատեսվում է, որ Գառնու տաճարը, Քարերի սիմֆոնիան եւ Երևանի urարտական ժառանգությունը կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 29 տարվա ընդմիջումից հետո, ըստ ԿԳՄՍ նախարարի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկերում նոր հուշարձան են ընդգրկել։ Երկու հայտ ունենք ներկայացված Գառնին ու Քարերի սիմֆոնիան է, որպես մեկ առանձին հայտ եւ Երևանի urարտական ժառանգությունը։ Ամուսնալուծություն, երեխայի տեսակցության հետ կապված գործեր ու ընտանեկան նմանատիպ այլ վեճերով հաշտարարին դիմելը լինելու է պարտադիր, ներդրվում է նոր համակարգ։ Ընդհանուր պրոցեսը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։ Հաշտարարությունը ի տարբերություն դատական գործընթացների օգնում է, որպեսզի երկու կողմանի լինի այն համաձայնությունը, որը կատարվել է կողմերի միջև, ինչը նաև կնպաստի նրան, որ կողմը կամովին կատարի այդ համաձայնությունը եւ անգամ եթե կոնֆլիկտ է եղել կողմերի միջև, դա չխանգարի հետագայում հարաբերությունները շարունակելուն։ Դատարանների ծանրաբեռնվածությունն էլ կպակասի այսպես, բայց միաժամանակ չի բացառվում, որ կլինեն գործեր, որոնց դեպքում անհնար կլինի միայն հաշտարարի միջոցով լուծման հասնել։ Գրեթե բոլոր մարզերում մենք ունենք հաշտարարներ, ովքեր մշտական հիմունքներով գործելու են, այսինքն իրենց հիմնական գործունեության վայրը լինելու է մարզային վայրերը, բայց միևնույն ժամանակ նշեմ, որ հաշտարարությունը ունի շատ կարևոր առավելություն, հեռավար հաշտարարության մասին է խոսքը եւ հնարավոր է իրականացնել հաշտարարությունը նաեւ հեռավար տարբերակով եւ այս դեպքում կարծում եմ, որ այդ խնդիրը կարգավորված կլինի եւ նույնիսկ մարզերում, եթե հաշտարարի ծանրաբեռնվածությունը, մշտապես գործող հաշտարարի ծանրաբեռնվածություն թույլ չտա այլ գործեր վերցնել, ապա հեռավար հաշտարարություն իրականացնելու միջոցով այս խնդիրը կկարողանանք կարգավորել։ Հաշտարարի ծառայություններից օգտվելը վճարովի է, պատասխանատուները սակայն վստահեցնում են, անկախ այս հանգամանքից արտադատական տարբերակով խնդիրներին լուծում տալը առավել ձեռնտու է, թե ֆինանսական, թե ժամանակային առումով։ Հաշտարարի ծառայություններից օգտվելու նվազագույն սակագինը 10,000 դրամ է։ Եթե գործընթացը երկարում է, այս գումարին ավելանում է ժամավճար։ Անգամ եթե կողմերը չեն կարողանում գալ լուծման հաշտարարության միջոցով, որոշակի առումով փորձը ցույց է տալիս, որ հետագայում գնալով դատարան կողմերը ավելի լավ են պատկերացնում, թե վեճը ինչու է առաջացել, միմյանց դիտարկումները, քանի որ հաշտարարության ընթացքում ինչ որ աշխատանք է կատարվում, փորձելու միմյանց հասկանալ, տեսակետները, բանակցային, այսպես ասած, կողմերը հասկանալու առումով եւ արդյունքում կողմերը նաեւ դատարանում ավելի իրազեկ են միմյանց տեսակետին։ Հայաստանի Հանրապետությունում արտոնագրված բոլոր հաշտարարների ռեեստրը ներկայացված է e-mediation հարթակում։ Հենց այստեղից էլ կարող եք ընտրել հաշտարարին, կապվել նրա հետ ու ընթացք տալ ձեր գործին։ Օրը ցերեկով Մայրաքաղաքում, Ավանում, Բացօթյա մարդաշատ շուկայի տարածքում կրակոցներ են հնչել։ Միջադեպը երկու անձի մեջ է տեղի ունեցել, նրանցից մեկն էլ իր մոտ եղած պատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել։ Ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը եւ պատահական անցորդ 76-ամյա մի կին վիրավորվել է։ Շտապօգնության բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։ Հրազենային վնասվածքներով երկու հոգի տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Տեղում էին քրեական եւ համայնքային ոստիկանները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակի բարեկները։ Դեպքի վայր են ժամանել քրեական եւ համայնքային ոստիկանության մեծ աշխատակիցներ, ովքեր պարզել են, որ այս հատվածում է տեղի ունեցել այդ անկանոն կրակոցները։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, կրակոցներ արձակած անձի ինքնությունը ճշտելու, նրան ու ատրճանակը հայտնաբերելու համար։ Հունիսի 10-ին Արմավիրի Խաչատուր Աբովյան սահմանապահների փողոցների խաչմերուկում փախվել են Mercedes ML-ը եւ BMW-ն։ 6 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել Արմավիր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, փրկարար ծառայության Արմավիրի շեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի բարեկները։ Իդեպ Արմավիր քաղաքի այդ խաչմերուկում հաճախ են ՃՏՊ-ներ տեղի ունենում։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում են, որ վիրավորներից երկուսին
Պարեկներն են ուղեկցել հիվանդանոց։ Հունիսի 9-ին Երևան-Սևան ճանապարհին 37-ամյա Գագիկը Ֆորդ Տրանզիտով բախվել է 47-ամյա Պողոսի վարած թույլատրելի հատվածում կայանված Subaru-ին։ Վերջինը հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե պատնեշին, կոտրել այն։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Պարզվել է, որ Ֆորդ Տրանզիտի վարորդը եղել է ոչ սթափ։ Երկաթե ճաղավանդակները, արգելապատնեշները օգուտ է տալիս, սա այդ դեպքն է, եթե երկաթե արգելապատնեշը չլիներ, հաստատ ավտոմեքենան կհայտնվեր ձորում։ Հունիսի 7-ին Բյուրեղաբան քաղաքի Զորավարանջանիկի փողոցում Տեսլան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Երկաթեսյանն ու աղբամանին։ 44-ամյա Սերգեյ Դարփինյանն ու 34-ամյա Անուշ Մանուկյանը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Հունիսի 7-ին Մայրաքաղաքում Կոմիտասի պողոտա 23 հասցեում տղամարդու դի է հայտնաբերվել։ Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը հրել է, մյուսին վերջինն ընկել է ու գլխի շրջանում վնասվածք ստացել, մահացել է։ Նա Երևանի 81-ամյա բնակիչ մնացականն էր։ Իրավապահները 1 հոգու կարողացել են վնասաձեռնել ու տեղափոխել ոստիկանության Արաբգիրի բաժնին, որը ենթադրյալ կասկածյալներից մեկն է։ Եվ հունիսի 9-ին ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներն ու Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը քաղաքացու են փրկել։ Պարեկները Հրազդանի կիրճում շրջագայություն կատարելիս են եղել, երբ օգնության ձայներ են լսել։ Գնացել են այդ ուղությամբ մոտ 15 մետր խորությամբ գտնվող Հրազդան գետի հարակից եղեգնուտի մեջ հայտնաբերել են քաղաքացուն, անօգնական։ Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնություն են ցուցաբերել, հետո տեղափոխել հիվանդանոց։ Քաղաքացին Սյունիքի մարզի 39-ամյա բնակիչ Մհերն է։